Բարի օր, սիրելի հետևորդներ։ Այսօր մենք կխոսենք հատապտուղների էտի մասին, երևի հաղարջի վրա ցույց տամ, բայց իմացեք, որ հիմնականում բացի հաղարջը, գոճիբերին, կոկորոշենին, հապալասը մոտավորապես կարող եք նույն տիպի էտել։ Ինչն է հաղարջի մեջ ամենակարևորը։ Դուք գիտեք, եւ բոլորը ձեր հողամասերում ունեք նաեւ հաղարջ, քանի որ գիտեք մեր սիրելի հատապտուղներից են, հաղարջը լինում է կարմիր, սև եւ դեղին տեսակներ։ Հիմնականում ավելի շատ, ավելի մեծ կիրառում ունի սև տեսակը, որովհետեւ դուք արդեն գիտեք, որ մենք նախընտրում ենք ավելի մուգ գույնի հատապտուղներ, պտուղներ կամ ընդհանրապես ցանկացած բանջարեղեն, քանի որ նրանց մեջ վիտամինների քանակը շատ ավելի բարձր է։ Տեսեք, հաղարջը, երբ որ դուք մշակում եք, երբեմն նկատում եք, որ նրանց ճյուղերը, կարծես թե ողկույզները, այսպես կոչված շատ նոսր են, եւ գնալով տարիների ընթացքում սկսում է հատապտուղները մանրանալ։ Դա նրանից է, որ մենք 2-3 տարեկան ճյուղերը չենք հեռացնում։ Եթե դուք գնաք եւ տեսնեք, ասենք, քանի որ մերոնք հիմնականում մեր բույսերը խնամված են, այստեղ նման ճյուղեր չկա, բայց երբ որ մտնեք ձեր հողամաս, կտեսնեք, որ հաղարջի մեջտեղում շատ խոշոր եւ մեծ ճյուղեր են։ Երբ որ դուք կտրեք, կտեսնեք, որ նրանց մեջ կարծես թե անցք է, այսինքն վնասատուների համար ինքը շատ հետաքրքիր տարածք է համարվում եւ նման հին ճյուղեր ունեցող հաղարջները դժվար ձեզ կարողանան լիարժեք եւ բարձր որակի բույս տան։ Ավելի հաճախ մենք եկեք այ հեռացնենք այս ճյուղը, բայց սա դեռևս չենք գցում։ Տեսեք, այստեղ եւս տեսեք, այս մնացել է նաեւ այդ հին ճյուղից, այսպես հեռացնում ենք նաեւ այս ճյուղը, որը անմիջապես կապած է հողին։ Կարող ենք այստեղից միայն այս ներքևի հատվածը հեռացնել, որովհետև եթե մենք չհեռացնենք, նայում եք վերև եւ ներքև, այս մի ճյուղը պետք է մնա ստվերում, հետեւաբար այս ստվերում մնացած ճյուղը եւ նրա պտուղները չեն կարող բարձր որակ ունենալ։ Եվ նայում ենք ծայրերին, եթե կան շատ երկար, կարող ենք ծայրերը կտրել, բայց երբեք չենք թափում այս ծայրերը, որովհետև սրանք մեզ համար կարող են հանդիսանալ նոր բույսեր, այսպես կներեք, սրանք էլ մի քիչ հեռացնենք, որպեսզի նաև բացի էտելը բույսը նաև գեղեցիկ ձևավորենք եւ ընդհանրապես ամռանը դուք կտեսնեք, որ այս ամբողջ թուփը կանաչ տերևներով շատ գեղեցիկ թուփ է եւ պտուղները բավականին խոշոր։ Հիմա անցնենք սրանց։ Երբեք չեք թափում այս ճյուղերը, քանի որ սրանցից ամեն մեկը, տեսեք, մոտավորապես 3 աչքի վրա կտրում եք, տեսեք, կտրում եք եւ որոնք որ հնարավոր է իհարկե, այս մեկը նույնիսկ կարող ենք 2 մասի բաժանել, եւ կարող եք այսպես դնել, իհարկե ես դեռևս մարգեր չունեմ, բայց այսպես թեք վիճակում տնկել, որոնք ամեն մեկը հետագայում ձեզ համար կդառնան նոր բույսեր։ Կարող եք ուղղակի, եթե ունեք կաթիլային համակարգ, ապա դրա ամբողջ երկայնքով դնել այս հաղարջի կտրոնները։ Մենք ունենում ենք նաև նոր բույսեր եւ այստեղ ուզում եմ շատ մի կարևոր հանգամանք նշել, որ երբ որ մենք ասում ենք հատապտուղ, դա միայն պտուղը պետք է ի նկատի չունենանք, պետք է ի նկատի ունենանք, որ կարող ենք թուփը բաժանել մասերի, տարբեր բույսեր ունենալ, կարող ենք կտրոններից նոր բույսեր աճեցնել, ինչու՞ չէ նաև վերամշակել, չորացնել, պատրաստել թեյեր հենց հատապտուղներից։ Շնորհակալություն։